Նիկոլ Փաշինյան անունը բոլորը մեծատառերով է գրել պետք ու տենց էլ գրվելու է հայոց պատմության մեջ։ Հովհաննես ջան, պատերազմ տանուլ տվողի, հող հանձնողի, ազգը պառակտողի անունը պատմության մեջ երբեք մեծատառով չի մնացել։ Ես Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում եմ հայրենասիրություն։ Հովհաննես ջան, խնդրում եմ հստակեցրեք, որտեղ եք տեսել Նիկոլի հայրենասիրությունը։ Արցախը երբեք մերը չի եղել ասելու, բռնի անհետացած փոխգնդապետի քրոջը լաչար կռիվ անելուց, նահատակի դստեր վրա մատ թափ տալուց, Կիրանցի պաշտպանական անառիկ հանգույցը սահմանազատման անվան տակ հանձնելուց ու մեր գյուղերից 30 մետր հեռավորության վրա թշնամու զորքեր տեղակայելուց, թե դու ինչի չես զոհվել հարցը բարձրացնելուց։ Ես ձեր վիդեոներում հաճախ եմ տեսնում, որ դուք հայրենասիրությունից եք խոսում։ Արդյոք ձեզ համար նորմալ է, երբ ուրանում են բիբլիական Արարատն ու հակադրում են Արագածին, երբ ուրանում են ցեղասպանությունն ու թուրքական նարատիվով են այն ներկայացնում։ Ես չեմ ասում, Լեմկինի ինստիտուտն է արձանագրում։ Քանի որ դուք հաճախ եք պնդում, որ թուրքական հագուստ չեք վաճառում, ինչը շատ գովելի է։ Բայց եթե դուք այդքան սկզբունքային եք թուրքական ապրանք չվաճառելու հարցում, ոնց եք նայում այս պատկերին։ Եթե ինչ Նիկոլի գրկածը թուրքական գերիշխանության մանիֆեստն է, իմ YouTube-ի ալիքում կարող եք նայել, թե ինչի մասին է այս գիրքը։ Շատ է սիրում։ Մի հատ առյուծ եմ ճանաչում, Նիկոլ Փաշինյանն է։ Դուք չեք նկատում, որ Նիկոլն Ալիևից սարսափած է, Ալիևը ոնց ուզում ինքնահաստատվում է իր վրա։ Հովհաննես, արդյոք դուք խորապես գիտակցում եք, որ լինելով հանրային ճանաչելիություն ունեցող անձ ու աջակցելով ՔՊ-ին, դուք քաղաքական պատասխանատվություն եք կրելու ՔՊ-ի վերած աղետների համար։ Տիգրանաշենի հանձնում, Ալիևի պարտադրանքով անկախության հռչակագրի հեռացում, սահմանադրության նախաբանից նորանոր պահանջների կատարում ու աստված չանի։ Ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Այս ամենը շատ ծանր բեռ է, Հովհաննես ջան, դեռուց չի հետ քայլ անել։ Մեր պաշտոնատար անձանց գլխավորությամբ։ Հովհաննես, իսկ ինչու եք խոնարհվում իշխանավորների անունը տալիս։ Նախորդ պատասխանեմ մի քանի հարցի, որ ձեզ մոտ կարող է առաջանալ։ Ես անկուսակցական եմ, որևէ քաղաքական թիմի անդամ չեմ, անկախ հանրային գործիչ եմ։ Նախկինների օրոք ցույցերին եմ ակտիվ մասնակցել, համ ծեծ եմ կերել, համ բերման եմ ենթարկվել։ Ինչ կլիներ, եթե ես այս գործունեությունը վարեի նախկինների օրոք, կարող է եւ ծեծեին ներկաների օրոք։ Ինձ հեռացնում են համալսարանից, ինձ դատի են տալիս, իմ բոլոր նյութերը խոշորացույցի տակ են, որ մի փոքր սայթ հակեմ կալանավորեն, ինչպես ասենք Օսիպյանին, Նարեկին, Վազգենին, արքեպիսկոպոսներին ու շարքը շատ երկար է։ Ու մի բան էլ մեզ երեսով են տալիս, թե բա գոհ եղեք, որ զուգարաններում ձեզ չենք ծեծում։ Մերսի, որ նստացնելով բավարարվում եք, մեկ-մեկ էլ նռնակ եք նետում ժողովրդի վրա։ Բայց ես երաշխիք ամենևին էլ չունեմ, որ ոստիկանության մեքենայից ինձ չեն հանի խուլիգաններն ու խմբով արժանապատվությունս նվաստացեն։ Բայց հիմա դուք ասեք, Հովհաննես ջան, որն է առավել նախընտրելի։ Մեկ անգամ ծեծուտելը, թե ամիսներով կալանավորվելը։ Լավ եղեք Հովհաննես ու հիշեք, որ քաղաքական դաշտում ամենարածի համար կա քաղաքական պատասխանատվություն։ Ու վերջի համար մի բան էլ ասեմ, որևէ իշխանություն հավերժ չէ։ Ու երբ Նիկոլը գնա, ոչ ոք չի փակելու ձեր բիզնեսները, ոչ ոք ձեզ պատիեզներում չի ծեծելու։ Ձեզ ավելի վախենալու բան է սպասվում։ Հանրությունը ձեզ մերժելու է։ Պարզապես ձեր խաղողներից առևտուր չի անելու, ձեր տեսանյութերը չի նայելու։ Ինչի ծաղիկները դուք արդեն իսկ հաստատաբար տեսնում եք։